Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես շարունակում եմ իմ հարցազրույցները մեր հայրենակիցների հետ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, այս պահին իմ հյուրը իրավունքի եւ արժեքների գերակայություն հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր Եսայանն է, շնորհակալություն, պարոն Տեր Եսայան, այս ձևաչափով մեր հարցազրույցը հիմա մենք անցկացնենք եւ ուզում եմ որ ձեզ հետ միասին մենք ամփոփենք անցնող տարի 2025-ը ներքին դաշտում հասկանանք ինչ ունենք այս պահին արձանագրեմ լցված են բանտերը կարելի ասել քաղբանտարկյալներով եւ ամենացավալին այն փաստն է որ քաղբանտարկյալների մեջ ունենք նաեւ 4 եպիսկոպոսներ ունենք բազմաթիվ նաեւ հոգեվորականներ քաղաքական գործիչներ են արդեն երկար ժամանակ, նաև ռազմական գործիչներ բանտարկված են երկար ժամանակ, նաև լրագրողներ, այսինքն հասարակության տարբեր շերտեր, այս իշխանությունը բավական անհանդուրժող է բոլոր շերտերի հանդեպ եւ նրանք ովքեր ինչ որ դիրքորոշում են արտահայտում, որը իրենց դուր չի գալիս, ուղղակի հայտնվում են ճաղերի հետևում։ Չկան կարմիր գծեր եւ դա է պատճառը, որ փաստորեն մենք ունենք բանտված նաեւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներ։ Եվ հիմա շարունակում է պատերազմը եկեղեցու դեմ, սա ներքին դաշտում, եկեք հասկանանք ինչ է կատարվում արտաքին դաշտում, որովհետև ուղղակիորեն արտաքին զարգացումները անդրադառնում են ներքին կյանքի վրա։ Եվ այսպես, սկսենք խոսել նախ խաղաղության պայմանագիր կոչվածից, պարոն Տեր-Եսայան, շատ լավ ենք հիշում, չէ, ամբողջ տարին այս մարդիկ խոսում էին այն մասին, որ մնաց շատ կարճ, այ մի օր, ժամեր, ուր որեք ստորագրվի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, բայց մենք ընդամենը 2 օր առաջ նորից լսեցինք, որ Ադրբեջանը հայտարարեց նոր նախապայմանների մասին եւ այս անգամ արդեն եւ սահմանադրության փոփոխության հարցն են նրանք պնդում եւ ճանապարհի, հա, այդ այսպես կոչված, ինչպես իրենք են ասում, Զանգեզուրի միջանց կամ թրիփի իրականություն դարձնելու հետ կապված։ Ձեր վերլուծությունը, խնդրեմ, ինչ ունենք այս պահին մենք արտաքին դաշտում։ Լսում ենք ձեզ, պարոն Տեր-Եսայան։ Շնորհակալություն։ Արտաքին դաշտում նման մի քաոսային վիճակ է, Ադրբեջանը առիթից օգտվում է եւ ամեն անգամ ինչ էլ որ մենք մեր կողմից զիջում լինի, մեր երկրի կողմից զիջում լինի, իրենք մի նոր բան են մեջտեղ բերելու։ Կհիշեք, որ 2020 թվականի նոյեմբերի այդ չարաբաստիկ, այդ կապիտուլյացիոն պայմանագիրը իբրև դա էլ էր կոչվում խաղաղության պայմանագիր էին ասում, բայց տեսանք բոլորս, որ դա անգամ իրենց կողմից չգրավված տարածքները հանդուրժողականորեն Նիկոլ Փաշինյանը հանձնեց, Քարվաճառից սկսած բոլորը տվեց, որ այնքան որ պատերազմը կանգնի խաղաղություն, բայց խաղաղություն չեղավ, իրանք ասացին ոչ, Թրամփ հիմա էլ պետքա Զանգեզուրի միջանցք ենք ուզում, Արևմտյան Ադրբեջան խոսույթ բերեցին մեջտեղ, կեղծորակարգեր, բան Թրամփը եկավ մեջտեղ, իբրև լավամարդ է դուրս գալիս, Թրամփի այդ քայլը եւս հակահայկական քայլ է, իբրև անունը դրեցին Թրամփ, բայց լուրեր եկան, որ արդեն Թուրքիան է վերահսկելու իրենց կողմից դիվանագետներ նշանակեցին այնտեղ, մաքսային տեսուչներ նշանակեցին, այսինքն այդ Թրամփ բառը, որ օգտագործում են ժողովրդին նորից մոլորեցնելու համար։ Ոչ մի Թրամփ բառ, ոչ մի Թրամփ ամերիկյան բան չկա այդտեղ։ Պայմանագիրը կնքել են երկու պետություն, Հայաստան, Ադրբեջան, Թրամփը այնքան որ եղավ ներկա, ոչ մի լեգալ օրինական ինքը միջնորդություն չի արել, ոչ մի լծակ չի ունենալու վաղը մյուս օր ասի սա այսպես է, սա այնպես է։ Այսինքն ոնց որ Կարսի պայմանագրով ժամանակին Քեմալ Լենին պայմանագրով տվեցին Կարսը 100 տարով թուրքերին, նույն ձև այս միջանցքը մեզ կտրելու են Իրանից, տալու են նորից թուրքերին, Թուրքիային են տալու անմիջական Ադրբեջանի վերահսկողության տակ ու դա լինելու է եւս մեր կողմից մեկ տարածքի զիջում։ Ու այդքանով էլ չեն բավարարվելու, ասելու են սա դեռ, հետո ասելու են մենք ուզում ենք Սևանից ձուկ բռնենք, հետո ասելու են մենք ուզում ենք Ամուլսարից օգտվենք, մնացած հանքերից, ու սկսելու են նորից իրենց պահանջները մեջտեղ բերել, չէ որ իրանք չեն թաքցնում, 30 միլիարդ դոլարի պահանջում են մեզանից, տարբեր պահանջներով, հա, առաջակալ։ Այսինքն նշանակում է, որ մեր իշխանությունը, մեր երկրի այսօրվա 2020-18 թվականից մինչև այսօր մեր իշխանությունը չի կարողանում ինչ-որ մի քայլ անի դիվանագիտորեն,
ինչ-որ մի բան անի, որպեսզի ձերբ ազատվի։ Այդ խաղաղությունը կեղծ օրակարգ է։ Հիմա նայեք, մինչև հունիս իրենք ամեն ինչ այդ խաղաղություն մանիպուլյացիան օգտագործելու են, որ քվեներ շահեն։ Ասում են նայեք ինչ լավ է, բայց 2026-ի հունիսից հետո, ընտրություններից հետո, երբ որ ձևավորվի նոր իշխանություն իրենց կողմից, իհարկե Աստված չանի, բայց նորից Ադրբեջանը սկսելու է իր պահանջները, իրենք էլ սկսելու են տալ են կկվի ու աղվեսի պատմությունը։ Տալու են, ասեն ժողովուրդ ջան, տեսեք խաղաղությունը, նորից սկսեն փառատոններ Հայաստանում տարբեր տեսակի փառատոններ, գարեջրի, տոլմայի էսկոմենկոն, որպեսզի ժողովրդին շեղեն իրականությունից։ Բայց մենք ինչ ենք տեսնում այս վերջի 20 թվականից մինչև այսօր, մենք տեսնում ենք, որ ժողովրդին շեղում են իրենց սրտիկներով, իրենց տարբեր տեսակի միջոցառումներով, բայց իրականում Ադրբեջանը որքան կարա առաջ է գալի, որքան կարա վերցնում է, ինչ կարողանում վերցնում է։ Այդպես մենք դառնալու ենք մի հատ թուրքական վիլայետ։ Այսօր էլ մենք ակնհայտ եղանք, որ անգամ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ Թրամփի ուղին անմիջականորեն ՀԱՊԿ-ի ԵԱՏՄ-ին վտանգելու է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, չէ՞։ Այսինքն Ռուսաստանը դեմ խոսեց դրան։ Եթե մենք այլընտրանքի առաջ ենք կանգնում, դուրս գանք ԵԱՏՄ-ից, թե Թրամփի ուղին իրագործենք, այսինքն եթե մենք դուրս ենք գալի ԵԱՏՄ-ից, վերջնականորեն Հայաստանը Ռուսաստանի տնտեսական գոտուց դուրս է գալու, դառնա թուրքական տնտեսական գոտի։ Ինչ է սպասվում մեզ, հարգելի հայրենակիցներ, թուրքական տնտեսական գոտու։ Ախր չեք պատկերացնում, այս բենզինը, որ բերել են Ադրբեջանից, 100 դրամ էլ էժանացրել են, դա կուտ է, ընդհանրապես դա կուտ է։ Քանի որ հենց որ Ռուսաստանից էլ բենզին չգա, էլ դիզել չգա, գազ չգա, անմիջապես այդ ադրբեջանական բենզինը կրկնակի թանկանալու է։ Այսինքն տարիներ շարունակ մենք Ռուսաստան արտահանել ենք եւս, ոչ միայն ներկրել ենք միլիարդավոր դոլարների մեր արտադրածը, մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գյուղացիների արտադրած գյուղամթերքը, տնտեսական ապրանքները, ինչ կարողացել ենք արտադրենք, աշխատատեղեր ստեղծենք, փող աշխատենք։ Արտահանել ենք միայն Ռուսաստան, ԵԱՏՄ-ի երկրներ։ Եվրոպան կյանքում մեզանից շատ քիչ 5%-ը Ռուսաստան արտահանած ապրանքների 5%-ը Եվրոպա կգնա։ 2%-ն էլ Թուրքիա կգնա։ Այսինքն մենք դառնում ենք սպառող 100% Թուրքիայի արտադրանքը սպառող երկիր։ Բանջարեղենից սկսած տնտեսական ապրանքներից, շինանյութից, բենզինից, գազից, ամեն ինչից վերջացած։ Մեր տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու։ Ու թող ոչ մեկը հույս չունենաք, եթե գա թուրքը ադրբեջանցին Հայաստանում ստեղծի գործարան, բացի գործարան, ինքը բերելու է, դուք չեք աշխատելու հայեր ջան, ինքը բերելու է իր ընդերից աշխատողներին, ինքը ստեղծելու է աշխատատեղեր իրենց համար, արտադրելու է իր աշխատանքը կրկնակի եկամուտով մեր վրա վաճառելու։ Մենք էլ այլընտրանք չենք ունենա, ԵԱՏՄ-ից դուրս ենք եկել, ռուսական ապրանքը թանկ, շատ 5 անգամ թանկ մաքսային տուրք կդնենք, ասեն դա այժմ կա։ Նայեք Ռուսաստանինը, եթե այսօր մենք առնում ենք օրինակ պայմանական միավոր 100 դրամով ինչ-որ ապրանք, կսարքեն ռուսականը 500, ադրբեջանականը կսարքեն 300։ Այսինքն ռուսականից 2 անգամ թանկ, որ այսօր է, 1 տարի հետո, 2 տարի հետո մեր վրա կվաճառեն, կասեն նայեք ռուսականը թանկ է կրկնակի։ Ու մենք ամբողջական կամաց այստեղ էլ կբնակեցվեն իրենց տնտեսական, սկզբում տնտեսական աշխատակիցներ կգան, հետո գյուղացիներ կամաց կսկսեն բնակեցնել ու որ 2019 թվականին այդ Մարաքեշի հռչակագրի դեմ պայքարում է, հենց այդ Մարաքեշի եվրոպական այդ միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերի հիման վրա իրենք սկսեն Հայաստանը բնակեցնել տարբեր թշնամի երկրներից եկած իրենց քաղաքացիներով։ Ու վաղը մյուս օրը պարտավորված կլինեն իրենց տալ քաղաքացիություն, իրենց արտոնել, իրենց համար ստեղծել մշակութային կոթողներ, կուսակցություններ արտոնել, որպեսզի բացեն կուսակցություններ ու կամաց Հայաստանը դառնալու է թուրքական։
իսլամական երկիր։ Հիմա էլ Հատվում թատրոն բացելու ակնհայտ մասին են խոսում, ադրբեջանցիները խոսում են Երևանում ադրբեջանական թատրոն բացելու մասին, այսինքն եւ մշակութային հարցերն են լուծում, եւ տնտեսական, եւ քաղաքական։ Եթե ավարտեցիք այս հատվածը, ես ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի, հա, եթե ամփոփեցիք այս հատվածը, խնդրեմ։ Այո, ու իրենք չեն էլ փակցնում, ախր իրենք փակ չեն խաղում, իրենք པարզ բաց խաղում են։ Իրենք ասում են այս է լինելու, սա է լինելու, սա է լինելու։ Գալու ենք Սևանի կեսը մերն է, Սևան ձուկ ենք բռնելու, գալու ենք բնակեցնենք, գյուղերը մեր հետ վերցնենք, ամեն ինչ իրենք པարզ ասում են։ Էլ դրանից ավել ինչ ասեն այդ մարդիկ, Այո, པարզ այո։ խաղում են։ Հիմա պարոն Տեր-Եսայան, ես կուզեմ անդրադառնանք նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, հա, մինչև վերջերս հայտարարում էին, թե Ռուսաստանից հիբրիդային պատերազմի վտանգ կա։ Մենք տեսնում էինք, թե ինչպես էին խոսում Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հասցեին, ինչպես ասում են, շիշակից ցածր, հա, մակարդակով, որը վայել չէ իրականում, հա, պետության ղեկավարներին, ազգային ժողովի նախագահի հայտարարությունները հակա ռուսական դաշտում դիրքավորված իշխանության տպավորություն են իրենք թողնում մշտապես, բայց հանկարծ մեկ էլ Փաշինյանը գնում է Պուտինի հետ հանդիպան բոլորովին այլ կերպար, այլ դիրքորոշում, ինչպես ասում են, ձեռքերը վեր պարզած գնաց վերջերս հանդիպեց Ռուսաստանում Եղապուտին Փաշինյան հանդիպումը եւ այստեղից էլ նույն օրը արտգործնախարար Միրզոյանը խոսում էր այն մասին, թե ով է ասել, որ մենք Ռուսաստանին հանում ենք Հայաստանից, Ռուսաստանի տնտեսական քաղաքական կապերը խզելու օրակարգ չունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սա իր մտքերն են եւ խզել կապերը Ռուսաստանի հետ պետք չէ նույնացնել ԵԱՏՄ անդամակցության հետ։ Ես ուզում եմ կարճ մեջ բերել Եվ լսել ձեզ, հա, ասում է, մենք ԵԱՏՄ անդամ պետություններ ենք եւ ունենք շահեկան համագործակցություն ԵԱՏՄ շրջանակներում, եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵԱՏՄ-ին, թե ԵՄ-ին, այլ դրանից այդ ժամանակ այդ հարցը կծագի, ասում է, եւ այդ ժամանակ բոլորս միասին կնստենք, կմտածենք, թե որտեղ լինենք մենք, որն է մեզ համար ձեռնտու, թեպետ ես ուզում եմ ձեզ եւ նաեւ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էր, որ Արարատ Միրզոյանը երբ ողջավորված այս իշխանությունը խոսում էր ԵՄ անդամակցության մասին, նույն Միրզոյանն էր նաև դրսում միջազգային հարթակներում խոսում այն մասին, որ Հայաստանի ապագան իրենք տեսնում են Եվրամիության հետ անդամակցության մեջ։ Հիմա այս խաղը ես ուզում եմ հասկանանք, հա, Պարոն Տեր-Եսայան, ինչու են, կարծես տպավորությունն այնպիսին է, որ փորձեցին Ռուսաստանի հետ հարաբերություններ այսպես մեղմել այն լարված իրավիճակը։ Չեք կարծում, որ պատճառը սպասվող նախընտրական տարին է եւ 2026-ի ընտրությունների նախաշեմին գուցե թե փորձում են չբարկացնել, այսպես ասեմ, Ռուսաստանին։ Ձեր գնահատականները խնդրեմ։ Իմ կարծիքով իրենք երբ որ գալիս են Հայաստան, իրենք թքածում են Ռուսաստանի կարծիքի վրա։ Երբ գնում են Ռուսաստան, այսինքն կանգնում են դեմ առ դեմ այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաների նախագահի առջև, արդեն մի տեսակ իրենց մեջ վախ է առաջանում եւ սկսում են ինչ-որ կեղծավորություններ անել։ Բայց հետ գալով արդեն իրենք փոխվում են։ Հիմա իրենց քայլերը բոլոր տանում են նրան, որ իրենք ուզում են դուրս գան, իրենք ամեն ինչ անում են, որ դուրս գան, ԵԱՏՄ-ից էլ, ՀԱՊԿ-ից էլ, ՀԱՊԿ-ը արդեն, այսպես ասած, դուրս եկած վիճակը։ Հիմա եթե Եվրամիությունը պարզ բան մեզ ընդունում է, թող ընդունի, արդեն ժողովուրդը կտեսնի, որ Եվրամիությունը Հայաստանին ընդունել է, ու դրա հաջորդ քայլը կլինի ԵԱՏՄ-ից դուրս գան։ Այսինքն այդ օրակարգը չի Եվրամիություն մտնելու։ Եվրամիությունը եթե ընդուներ, առաջինը պետք է հերթի մեջ էր Վրաստանը։ Վրաստանը ամեն ինչ արեց, այսքան տարի ամեն տեսակի Եվրամիությանը, այսպես ասած, սիրաշահեց։ Բայց Եվրամիությունը ասում է ոչ, այս հարավային Կովկասի երկրները պատկանում են Թուրքիային։ Ես ուզում եք Ռուսաստանից դուրս եկեք, մտեք Թուրքիայի տնտեսական գոտի։ Եվրամիություն չեն ընդունում։ Իրանք անգամ Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, հասկանում եք։ Իրանք ձեռ չի տալիս, այսպես ասած, Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային ընդունել Եվրամիություն։ Իրենք վախենում են դրանից։ Այսինքն
Մեր երկրի ղեկավարությունը ստտում է ժողովրդին, որ ասում է Եվրոմիություն եւ մանիպուլացնում է։ Այսինքն մենք չունենք այդ շանսը Եվրոմիություն մտնելու։ Մեր դիտորդները հիմա ունկնդիրները թող լավ հասկանան, որ այստեղ հարցը ես ռուսամետ չեմ, այսպես ինչ չեմ կոտորում ռուսամետությունը, բայց Եվրոմիությունը քաց ունի Եվրոպան Հայաստանի վրա։ Իրենք իրենց շահերն են այստեղ առաջ տանում։ Իրենց միայն շահը այն է այսօր Ռուսաստանի ոտքը կտրի Հայաստանից, որպեսզի այստեղ թուրքական բազաներ լինեն Պարսկաստանին խեղճացնելու համար։ Պարսկաստանի նավթարդյունաբերության վրա ձեռքը դնեն, իրենց կորպորացիաները գան, դա նավթը քաշեն տանեն։ Ոսկին, այնտեղ ինչ հանքեր ունեն, բոլորը քաշեն տանեն։ Իրենց դա է հետաքրքրում։ Իսկ քանի որ դա այլընտրանքն է, Ռուսաստանն էլ այստեղից չի թողնում դա լինի, ամբողջությամբ չդառնա թուրքական այս տարածաշրջանը, իրենք այդ խաղն են խաղում մեր ժողովրդի գլխին։ Մանիպուլացնելով Եվրոպա, բաց սահմաններ առանց վիզա։ Ինչա ձեզ խանգարում Շենգեն վիզան հանեք։ Բացեք դե հանեք։ Այդ էլ տնտեսական գոտու հետ ինչ կապ ունի ԵԱՏՄ-ի։ Դե եթե դուք քայլ եք անում, արեք ձեր առաջի քայլը։ Բա հանեք Շենգեն վիզայի հետ այդ արհեստական այդ քաշքշոցին ու մեր ժողովրդին կլպոցին։ Նույնը կա Ամերիկայի գրին քարտ չենք ասում, բայց բաց վիզա սարքեք Ամերիկայի հետ։ Ժողովուրդը ամիսներով սպասում է, այդքան գումար վճարում է, հետո մերժվում է, նույնը եվրոպական երկրներում։ Այսինքն նշանակում է, որ իրենք չեն ուզում դա, Հայաստանին չեն ընդունում, չեն ուզում, չեն սիրում, իրանք ընդհանրապես այս սիրա շահելով, ջան անելով ուզում են Ռուսաստանի ոտքը կտրեն։ Հասկանալի է։ Եվ կխնդրեմ հետևյալին անդրադառնաք, Փաշինյանը եւ Միրզոյանը վերջերս ավելի շատ սկսել են խոսել այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները էական առաջընթաց են ապրել։ Ընդամենը օրեր առաջ Փաշինյանը տեսեք ինչ էր ասում է զարգացումներ են սպասվում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին եւ Միրզոյանն էլ իր հանրային հեռուստատեսության եթերում այդ առաջընթացից էր խոսել եւ նշել էր, որ ինտենսիվ շատ դրական երկխոսություն ունեն Թուրքիայի հետ։ Ճիշտ ասած, ես նկատեցի նաեւ կարծիքներ, իդեպ այս ընթացքում նաեւ Թուրքիայի արտգործնախարարն էր խոսել այդ մասին, որ Հայաստանի տարբեր մակարդակներում երկխոսությունը ակտիվ շարունակվում է։ Ես նկատեցի քաղաքական գործիչների մոտ հետևյալ մտահոգությունը, որ ինչ որ ստվերային գործընթաց է գնում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա եւ շատ հավանական է, որ այս եկող տարվա մեջ հանկարծ մեկ էլ մենք մի հերթական սարսափելի լուր է իմանանք, հակահայկական լուրը, դուք ինչ ակնկալիքներ եւ մտահոգություններ ունեք այս առումով եւ միաժամանակ նաեւ հունվարի 1-ից հայտարարվեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձիկ կարող են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Արտգործնախարարությունը հայտարարեց, այսինքն սա էլ մի նոր հայտարարում է, որ տեսեք, սկսում են մեր հարաբերությունները կարգավորվել Թուրքիայի հետ եւ սա մի նոր մակարդակի մասին է խոսքը սահմանների բացում։ Ես ձեր կարծիքն եմ խնդրում Հայաստան-Թուրքիա հիմնականում հարաբերություններում ինչ է կատարվում ձեր կարծիքով։ Պետք չմոռանանք, որ այդ հարաբերությունների մեջ նաև իրենք ասացին, որ երրորդ երկրի քաղաքացիների մուտքը թույլատրվում է Հայաստան-Թուրքիա սահմանը հատում, այսինքն նշանակում է, որ կարան արդեն Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայի սահմանով հանգիստ մտնեն, մինչև Ադրբեջանի սահմանը բացվի։ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվում է։ Այսինքն թուրքական հոսքը ու այդ վիզաների խնդիրը 91 թվականից Հայաստանի քաղաքացին հանգիստ Վրաստանով մտել է Թուրքիա ու ոչ մի վիզայի խնդիր չի ունեցել։ $10, ահա, կա հետո դառավ 15-20, վճարել է հենց տեղում ու մտել է, դա ոչ մի խնդիր չի եղել վիզա հանել, բան Թուրքիայի, Թուրքիան բաց է բացել իր մաքսային կետերը Հայաստանի համար, դա խնդիր չի եղել։ Մինչև այսօր Թուրքիայից ամեն օր ֆուրերով ապրանք է մտնում Հայաստան, մաքսայինով, ու խնդիր չի եղել։ Ուրեմն սա ինչ է նշանակում, պարոն Տեր-Եսայան, այս փոփոխությունը հունվարի 1-ից նախատեսվող։ Այո։ Բայց դուք չմոռանանք նաև կարդացի լրահոսով, որ
Արաքս գետի տնօրինության վերահսկողությունն էլ են տալիս Թուրքիային։ Այսինքն մեր գետի, որ մեր տարածքով է անցնում, վերահսկողությունը տալիս են Թուրքիային։ Թուրքիան վաղը արգելելու է, որ մեր գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները ջրերով ջրեն, Արաքս գետի ջրով ջրեն։ Այսինքն թուրքական ազդեցության գոտին կամաց գալիս մտնում է Հայաստան։ Ամեն ինչ միանգամից չէ, մեկ էլ վաղը մի հատ ուրիշ բան կլսենք, մյուսը ուրիշ բան կլսենք, կամաց գալիս է։ Դա շատ պայթունավտանգ է, շատ վատ է, որ մենք դարեր շարունակ այդ խնդիրը ունեցել ենք, ու հիմա նորից այդ խնդրի առջև ենք կանգնելու, արդեն իրավական, լեգալ, արդեն պայմանագրերով, տարբեր տեսակ։ Ու ընդհանրապես գիտեք ոնց է, մեր ժողովուրդը պետքա զարթնի քնից, պետքա հասկանա։ Այս տիպի պարտվող իշխանությունը, այս տիպի դիվանագիտությամբ լրիվ զրո վիճակում իշխանությունը դեռ պետք է 21 թվականին ամբողջությամբ հանձներ մեկ այլ իշխանության, ով կարող էր ավելի ճիշտ, ավելի հայանպաստ գործողություններ կատարել։ Հիմա 26 թվականը դա լինելու է հայ ազգի համար որոշիչ։ Եթե 26 թվականին ինչ ձևով Աստված չանի վերարտադրվի ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի դեմքով կլինի, կապ չունի թե Արարատ Միրզոյանի, կամաց Հայաստանը իսլամացվելու է, կամաց Հայաստանը թուրքացվելու է, ադրբեջանացվելու է, էլ Հայաստան ասած մնալու է նախնական մոտակա մի 20-30 տարիների լինելու է թղթի վրա, հետո սահմանադրությունը կփոխեն, ինչպես պահանջում են սահմանադրական կարգը կփոխեն, կամաց անունն էլ կփոխեն, հա ժողովուրդն էլ ով որ չի դիմանա այս ճնշումներին, պրեսինգին, կթողի կամաց կգնա։ Այդ փուլում մի հատ փուլ է գալու, որ այդ բարեկիրթ իբրև ժպտերես Եվրոպան վիզաները կբացի, ազատականություն կանի վիզաների շենքում։ Ու մտածված, որպեսզի այստեղից շատ մեծ հոսք միանգամից կգնա Եվրոպա։ Եվ Հայաստանը կդատարկվի։ Պարոն Տեր-Եսայան, հա, շատ տխուր պատկեր է դա, ոչ եւ բացարձակ չպետք է ասել, որ իրատեսական չէ։ Այո, իրատեսական է, որովհետեւ արդեն հստակ նաեւ լրատվամիջոցներում շրջանառվում է Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան կոչված այդ փաստաթղթի ամբողջ իմաստը, թե ինչ են իրանք ի վերջո ուզում, շատ վտանգավոր կետեր կան դրանում։ Իդեպ պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո իրենք այդ փախստականների իրենց այդ կազմակերպությունը հասարակական դարձրեցին արևմտյան Ադրբեջան եւ հստակ այնտեղ նշված է, որ ամբողջ Հայաստանի տարածքն է դա ներառելու, կետ առ կետ նշվում է ինչ պիտի անեն, ոնց պիտի գան, ոնց պիտի վերաբնակեցվեն, ոնց պիտի իրենց ժողովրդին այստեղ անվտանգությունը պաշտպանեն, մշակութային անվտանգությունը պաշտպանեն, այսինքն ուղղակիորեն կլանում են, ուղղակիորեն Հայաստանը ոչնչացնում են մեր հայացքի ներքո եւ մենք այսպես անտարբեր նստած սպասում ենք թե լավ հետո ինչ է հաջորդ քայլը ինչ է կատարվելու հիմա ես կխնդրեմ ձեզ նաեւ անդրադառնանք Հայաստան-Իրան հարաբերությունների հետ կապված որտեւ այս պահին մեր հայերիս հույսը մնացել է Ռուսաստանը, որ Ռուսաստանը կոնկրետ կտրուկ քայլեր անի եւ մնացել է Իրանը, բարեկամ Իրանը։ Այսինքն մենք դադարել ենք այլևս գործոն լինել, մենք անզոր ենք կանխել Փաշինյանի թուրքական այս քաղաքականությունը, մեր հույսը մնում է Իրանը։ Իրանի հետ կապված մասնավորաբար Փաշինյանը այսպիսի հայտարարություն արեց, թե Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Ինչպես սա հասկանալ։ Մենք գիտենք, որ այս իշխանությունը լինելով արևմտամետ, այսպես խաղեր էր խաղում, չէ՞, այս տարիների ընթացքում, մասնավորաբար վերջին 5 տարում Իրան-Հայաստան հարաբերությունների հետ կապված։ Եվ հիմա այսպիսի առաջարկը սա ինչ հասկանալ սրա տակ։ Եկեք հավելեմ նախորդ թեմային, որ Ադրբեջանը, արևմտյան Ադրբեջան այդ իրենց ստեղծած գրասենյակները, նաև Անկարայում բացվեց գրասենյակ, նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այդ բացումը արվեց, իրանք ընդունեցին այդ գրասենյակը որպես քաղաքական միավոր, որպես սուբյեկտ, եկեք չմոռանանք, որ Թուրքիան ընդունեց դա։ Եվ այսօր Թուրքիան է, այսպես ասած,
Ադրբեջանի վրա իր ազդեցությունը, իր պրոտեկտորատի նման տնօրինում ամբողջ Ադրբեջանի քաղաքական դաշտը։ Այսինքն մենք ունենք մի հատ երկու երկիր հարևան, որոնք տրամադրված են Հայաստանը կլանել։ Հիմա Իրանի հետ կապված, Իրանը մեր ռազմավարական գործընկերն է շահերից բխելով այսօր։ Հիմա իմ ելույթը լսելով շատերը կասեն, դե Իրանն էլ է կոտորել մեզ ավելի շատ, ավելի պատմության առաջ, այդպես լինի, հայ-հռոմեական պատերազմներ էլ են եղել հիմա Եվրոպայի հետ դարերով, բայց կոնկրետ հիմա ռազմաքաղաքական իշխանությունը Իրանի փոխվել է, ռեժիմը փոխվել է Իրանում։ Դեռ 1978 թվականից հետո Իրանում լրիվ փոխվեց։ Իրանի ամբողջ իշխանությունը առաջի Արցախյան պատերազմի ժամանակ մեծ թվերում շատ մեծ աջակցություն ցուցաբերեց, թե տնտեսական, թե ռազմական։ Իրենց քայլել, եթե 2020 թվականին մեր իշխանությունը ուզենար, իրենց կողմից շատ մեծ օգնություն կլիներ, ընդհանուր պատերազմը հաղթանակ կլիներ Հայաստանի կողմից։ Բայց մերժեցին այդ առաջարկը։ Ասացին ուզում եք դուք ձեր դեմքով գնացեք կռվեք Ադրբեջանի հետ։ Ինչու եք ստվերում ուզում մեզ օգնեք։ Այսպեսի թեմա էլ եմ լսել ես։ Հիմա նայեք ինչն է այստեղ հարցը, որ հայ-պարսկական ռազմավարական ինչ-որ ստորագրություն, դա նորից աչքակապոցի է, դա այսպես ասած կարող է ինչ-որ զենք առնելու, ինչ-որ մի հատ ժամանակավոր, ինչ-որ մի ստորագրություն լինի, անունը դնեն տեսեք, մենք ինչ մեծ գործողություն ենք անում, բայց դա չներառին նա, որ պատերազմի ժամանակ պարտավորվում է օրինակ Իրանը գա մեզ օգնի, կամ հակառակը Իրանը պատերազմի մեջ լինի, մենք գնանք իրեն օգնենք։ Այդպեսի ինչ-որ մի պայմանագիր չլինի, այլ լինի զուտ զենք գնելու այդպեսի մի պայմանագիր, որը որ նորից մանիպուլացնեն նոր ժողովրդին։ Դա ես չեմ հավատում, որ իրատեսական է եւ դա իրականացվի իրենց կողմից։ Հասկանալի է, անցնենք առաջ, Նույնիսկ բան խնդրեմ, ասեք։ հավատալու չի, էլի դա։ Հա, հասկանալի է։ Իդեպ վերջին տեղեկատվությամբ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին։ Մենք տեսնում ենք հետաքրքիր է, չէ, իրենք այս ամբողջը մի կողմից գնում են Մոսկվա, մի կողմից գալիս են այստեղ արևմուտքից են գումարներ ուզում, ակտիվ համագործակցություն եւ այլն, իրենք ներկայացնում են այսպես, մենք բալանսավորված Հայաստանի շահերից բխող քաղաքականություն ենք վարում։ Դա մանիպուլյացիա է, թե իրականություն ի վերջո։ Դա քաոս է ի վերջո, անկայունությունը։ Հա, Եվրոպան այդ նույնը անում է, որպեսզի ինչպես նախապես նշեցի, որ Ռուսաստանի հետ Հայաստանին կռվածնի։ Ինքը ամեն ինչ անում է, որպեսզի կտրի Ռուսաստանին Հայաստանից։ Ժամանակավորապես բրիտանական ռազմական ներկայացություն էլ բացվեց, բայց գործողություն չեն անում։ Նույնը քաղաքական դաշտում է։ Մարդիկ քաղաքականապես մտնում են եթերներին, վատ բառեր են ասում Նիկոլին, ՔՊ-ին, վերջում հենց հերթը գալիս է գործողություն անելու, իրենց քվեները տալիս են ՔՊ-ին։ Հասկանում եք, կեղծ ընդդիմություն են դառնում։ Հիմա Եվրոպայի գործոնն է Հայաստանում։ Իրենք խոսում են, իրենք ինչ-որ քայլեր են փորձանում, բայց հենց հերթը գալու է, իրենք ասում են, լավ, մենք չենք կարող, մենք գնացինք, մենք անհնար է ինչ-որ Հայաստանում բան անելը, թողելու են գնան, էլի մեզ թողեն Թուրքիայի դեմ մենակ։ Այդ ժամանակը Ռուսաստանը գնացած լինի։ 102 բազան ոնց որ Եվրոպայի կոկորդին է։ Հենց 102 բազան գնաց Հայաստանից, Եվրոպան էլ է գնալու։ Ասում եմ, մենք էլ բան չունենք անելու, մենք մեր առաքելությունը վերջացրեցինք, դուք թուրքերի հետ ինչ ուզում եք արեք։ Հասկանալի է, շատ կարևոր շեշտադրում արեցիք, այո։ Եվ ես կուզեմ հետևյալի մասին եւս խոսեք, ինձ շատ են գրում նաև մեր սփյուռքահայ մեր հայրենակիցները, ասում են բոլոր հարցազրույցներում անդրադարձեք ի վերջո ինչ է նշանակում իրական Հայաստան։ Փաշինյանի իրական Հայաստանը ինչի մասին է։ Հայաստանի շահերից բխող ծրագիր է դա, թե ինքը իրական Հայաստան ասելով տեսնում է, ասենք, թուրքական վիլայետ։ Մենք պետք է հստակեցնենք, էլի։ Ի վերջո ինչ իրական Հայաստանի մասին է, հաշվի առնելով նրա վերջին այս 1-2 տարում կատարած ակտիվ քարոզը,
ինչ եզրահանգման եք գալիս։ Ինչի մասին է իրական Հայաստանը։ Իրական Հայաստան ասված այդ խոսքը նորից մանիպուլյացիա է։ Խի Հայաստանը իրական չէ։ 91 թվականից մենք անկախ պետություն ենք, մենք ունենք մեր սահմանադրությունը 95 թվականից, մենք անկախ պետություն ենք, իրական Հայաստան է դա։ Իրենք դա նորից ժողովրդին ինչ-որ այնպես մոլորեցնում են ու հույս են տալիս, իբրև իրական Հայաստան դեռ լինելու է։ Ոնց կարող է հիմա իրական չլինի, հետո իրական։ Իրական Հայաստան 91 թվականից կա, եղել է անկախությունից հետո։ Հարգելի Սփյուռք, դուք ախր շատ միամիտ եք, դուք խոսքերին եք հավատում մարդկանց։ Մեկը մտնում է եթերով մի հատ բան ասում, դուք սկսում եք վայ, 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 սկսում եք ուրախանալ, վայ, վայ։ Դուք նայեք գործողություններին։ Իրական Հայաստանը 95 թվականից մենք հզոր մեծ Հայաստան էինք։ Տարածաշրջանի ամենահզոր Հայաստանն էր, ռազմական, Արցախը ներառյալ, սահմանները մեծ։ Ինչ եղավ։ Այսօր է իրականը, թե օրինակ 2000 թվականին էր իրական Հայաստանը։ Չէ, մեր սփյուռքահայ ընկերները ոչ թե հավատում են իրական Հայաստանին, այլ ասում են շատ խոսեք, բացահայտեք, որ այդտեղ շատ վտանգներ կան, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, թե իրական Հայաստան ասելով Փաշինյանը իրականում ինչ նկատի ունի։ Իրական Հայաստանի մեջ օրինակ Մասիսարը արգելվելու է, բանաստեղծությունները Մասիսարի մասին չպետք է լինեն, հա, այնտեղ իրական Հայաստանում հայ եկեղեցին այլ ձևով է ներկայանալու, երևի Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ աղանդավորական ինչ-որ կառույցների շարքին դասվող մի կառույց հոգևոր կհամարվի եւ այսպես շարունակ հայկական ազգային արժեքների չգոյության մասին է լինելու իրական Հայաստանը, որտեղ թուրք, հայ, ադրբեջանական անհասկանալի բարեկամություն, բայց դա չի կարող լինել բարեկամություն։ Հայոց ցեղասպանության փաստի ժխտում, Սփյուռքը դրանով է անհանգստացած, պարոն Տեր-Եսայան։ Նշանակ, ճիշտ է Սփյուռքը, բայց Սփյուռքում էլ շատ շատերը կան, որ հավատում են կուրորեն Նիկոլին։ Ցավոք Հենց այո։ գնում են, կանգնում են, հետը նկարվում են, լեգիտիմացնում են։ Շատ շատերին այդ հատվածին եմ ես ասում, որ իրական Հայաստան դուք խափնվում եք, հարգելի Սփյուռք։ Դուք ոչ մի ձև Իրանից կախում չունեք, ինչու եք ձեզ այդպես պահում։ Բայց դուք նկատել եք, պարոն Տեր-Եսայան, երբ գնում է Փաշինյանը վերջի շրջանում տարբեր համայնքներ, օրինակ Ռուսաստան գնաց, այնտեղ ակնհայտորեն բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Գերմանիայում եւս բողոքի ակցիա տեղի ունեցավ եւ տպավորությունն այնպեսին, այսինքն իրականությունն է այդպեսին։ Նա նախապես հավաքել է տալիս դեսպանատան միջոցով, տվյալ երկրի հայկական դեսպանատան միջոցով հավաքել է տալիս ԿՊ-ին մերձ ԿՊ-ական այդպես հայացքներ ունեցող կամ չեզոք եւ ուղղակի այսպես դիրքորոշում չունեցող, ապազգային, ոչ հայան նպաստ, դե այդպիսի մարդիկ էլ կան, չէ, բոլոր տեղերում, նաև հայկական համայնքներում կարող է լինել։ Այսինքն ինքը գտնում է մի քանիսին եւ այդպես տպավորություն է թեղնում, թե գնաց այս կամ այն համայնքին հանդիպեց, բայց մենք տեսնում ենք, լուրերով էլ ենք տեսնում, տեղեկատվություններ ենք ստանում, որ կա մեծ դժգոհություն աշխարհի տարբեր երկրներում։ Եթե մի քանի տարի առաջ այդպես չէր, հիմա պատկերը բոլորովին փոխվել է։ Եվ հակառակ հիմա ես լսում եմ օրինակ Սփյուռքի ձայներ, որ պահանջեք մինչև վերջ ամեն ինչ արեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Հակառակ դեպքում մենք երկիրը մեր կորցնում ենք։ Այս մասին ահազանգ հնչում է Սփյուռքից։ Եվ մի հավելում են անեմ, Սփյուռքի մեր հայրենակիցները եւս հստակ նկատում են, որ Փաշինյանը իր քաղաքականությամբ իրականացրել է Սփյուռքի պառակտման, Հայաստան-Սփյուռք պառակտման այդ քաղաքականությունը, որը մշտապես եղել է Թուրքիայի նպատակը, մասնավորաբար Էրդողանյան Թուրքիայի, երբ որ 10 տարուց առաջ, ավել առաջ, 15 տարի առաջ, նա արդեն գումարներով մարդիկ էր ուղարկում, որպեսզի Սփյուռքում գնային եւ գնեին, բառի բուն իմաստով գնեին, ասենք պատմաբանների, վերլուծաբանների, որոնք կխոսեն թուրքական, այսպես չափորոշիչների, թուրքական մոտեցումները կշարադրեն իրենց գրքերում կամ իրենց հոդվածներում, այսինքն այդ գործընթացը Թուրքիայի կողմից սկսված Փաշինյանի ձեռքով հիմա ավելի շատ արմատավորվում է այդ ճեղքը, հա, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Եթե կա այստեղ ասելիք, խնդրեմ, եթե ոչ, անցնենք ներքաղաքական զարգացումներին։ Միշտ էլ Սփյուռքը մեր հայ ժողովրդի թիկունքին կանգնած է եղել, Այո, ու շատ հզոր է եղել, միշտ հզոր է եղել, քան Հայաստանում ապրողներս, ու իրենց սերունդներին ճիշտ դաստիարակելով իրենք պետք է թողնեն նորից մի մեծ հզոր, այսպես ասած,
մի ուժ, որ հակազդի թուրքական լոբինգին։ Հիմա Թուրքիան կգտնի ոնց է լինի ձեր ասած պատմաբաններ, ովքեր կարիքի մեջ լինեն, կծախվեն հանուն իրենց կարիքի այդ գումարների, բայց դա պետք է նաև հալածվի այնտեղից Թուրքի ժողովրդի կողմից։ Պետք է այդ մարդկանց հալածվեն, իգնոր անեն, այդ մարդկանց ասեն, որ չէ, ուրեմն դուք թուրք եք, հայ չեք, քանի որ դուք թուրքական լոբինգով եք զբաղվում, կեղծ օրակարգեր եք բերում մեջտեղ։ Դա նշանակ իրենք դա փորձելու են անեն ու արել են, բայց Սփյուռքը մեր հենասյուներից մեկն է, մեր պետականության այստեղի պահպանման հենասյուներից մեկն է, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցի։ Ունենք հայ առաքելական եկեղեցու վրա այդ հարձակումը, ես այն ժամանակ էլ ասացի եթերով, որ այդ Փաշազադեի հայտարարությունից հետո միանգամից հարձակում հայ առաքելական եկեղեցում, միանգամից մտցնեն սենց ակտիվ քաղաքական դաշտ, միանգամից հալածեն, բանտարկեն մեր սրբազաններին, դա եւս արտաքին հրամաններ են։ Ու հիմա երբ որ իրանց հաջողվի իրենք կարողանան եկեղեցին վերցնել իրանցով անել, մի հատ թուրքամետ քահանա բերեն նշանակեն, արդեն հայ ազգին նորից կպառակտեն։ Այդ մի կառույցը, որտեղ որ հայ ժողովուրդը պետք է միավորվի, նորից կպառակտեն։ Այսինքն Թուրքիան, արևմուտքը շատ լավ հասկանում է, որ նաև կարող է ժողովուրդը, եթե չի համախմբվում ինչ-որ անհատի խարիզմատիկ լիդերի շուրջ, կարող է համախմբվել հոգևոր լիդերի շուրջ, ինչպես Պարսկաստանում եղավ 1970-ականների այդ հեղափոխության ընթացքում, չէ, հոգևոր լիդերները, այնտեղի սրբազանները, իրենք սկսեցին ժողովրդին համախմբել եւ հեղափոխություն արեցին։ Հիմա նույնը, իրենք այդ վախը վերլուծում են, որ կարող այստեղ էլ կրկնվի, չէ՞ որ օրինակ սրբազանները սկսեցին ընդդիմադիրներին աջակցել, նայում էին, որ ահա սրբազանները դեմ են խոսում իշխանությանը, ահա միանգամից չեզոքացնեն, կարգալույց անենք, եկեղեցին վերցնենք մեր ձեռքը, իրենց կտրենք ամեն ինչից, իրենց հեղինակը զրկենք, ստեր տարածենք իրանց հասցեին, կեղծ վիդեոներ, կեղծ խոսույթներ իրենց մեդիա դաշտերով խոշիացնենք։ Դա պարզ երևաց, որ Փաշազադեի հրամանն էր։ Շատ ճիշտ եք եւ ասեմ ձեզ, շատ հետաքրքիր բան է այս ընթացքում կատարվում, որքան Փաշինյանը սկսում է ավելի այսպես կատաղի պայքար մեր եկեղեցու դեմ, ես դա համարում եմ ուղղակի եկեղեցու դեմ ուղղված պատերազմ, սա սովորական գործողություններ չեն, սա խորքային նպատակներ կա այստեղ եւ հերահար նպատակներ կա եւ մեր ինքնության հենասյունը ոչնչացնելու, այո, հենց այդ նպատակը կա եւ հետաքրքիր է արտաքին ազդակները, արտաքին վերլուծությունները, որտեղ մենք տեսնում ենք, որ պաշտպանում են մեր եկեղեցուն, օրինակ երեկ էր, եթե ես չեմ սխալվում, կամ նախորդին բրիտանական հայտնի թերթերից Times-ը շատ կարևոր մի հոդված էր հրապարակել, որտեղ խոսում էր հենց հայ եկեղեցու մասին, ահազանգում էր, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ 10 եպիսկոպոսներ, 4 եպիսկոպոսներ կալանավորված են, բազմաթիվ հոգևորականներ կալանավորված են եւ մենք միաժամանակ նաեւ խոսվում էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորված լինելու մասին, որովհետեւ նա պաշտպանել է եկեղեցին, շղթայական, այսպես կապված է, չէ՞, բոլորը միասին կապված իրողություններ են։ Մյուս կողմից մենք շատ ուշագրավ մի հայտարարություն էր արել Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, այստեղ անգամ հիշեցնում էր Օսմանյան կայսրության պայքարը հայ եկեղեցու դեմ, շատ հետաքրքիր, շատ կարևոր մի արձանագրում էր արել Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտը եւ այստեղ, այսինքն ստացվում է ինչ Փաշինյանի իշխանությունը իրականում նա համեմատել էր Օսմանյան կայսրության կողմից վարվող քաղաքականության հետ, այդ տեսել էր նույնություն, ինչպես այն ժամանակ են հայ եկեղեցու դեմ պայքարել, այնպես էլ այսօր ասում է այս իշխանությունը պայքարում է թուրքական ձեռագիր է տեսել փաստորեն, հա։ Ես կխնդրեմ ասեք, թե այս արտաքին հայտարարությունները, հոդվածները, ահազանգերը շատ ակտիվ է այս առումով միջազգային հայտնի փաստաբանը
Ռոբերտ այո, Ամստերդամը հաճախակի է գրառումներ կատարում ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ եկեղեցուն պաշտպանության համար կալանավորված Սամվել Կարապետյանի։ Ես կխնդրեմ ասեք, թե այս ամենը ի վերջո կտա իր դրական ազդեցությունը, կսանձի, այսպես ասեմ, Փաշինյանին, կկանգնեցնի նրա հակաեկեղեցական պայքարը։ Խնդրեմ։ գիտեք, մի կողմից խոսույթով ասում են, մյուս կողմից արտոնում են։ Հիմա եթե օրինակի համար այդ արևմտյան գործիքակազմը իրենց սանձի, այո, կսանձվի։ Բայց եթե անհատները, օրինակ Ռոբերտ Ամստերդամը իրավապաշտպան փաստաբան է, չէ՞, իրան նման մարդիկ ասեն, իրանք լծակ չունեն սանձելու, այդ գործիքակազմը չունեն սանձելու մի կողմ։ Բայց եթե տարբեր միավորված ազգերի կազմակերպության մշակութային այդ գրասենյակների կողմից, տարբեր տեսակի մեծ կառույցների կողմից կա այդ ահազանգը Հայաստան, որ ես ինչ ես անում, արդեն կփոխվի ինչ-որ մի բան, բայց իրենց կողմից լռություն է։ Տեսնում եք ինչ է կատարվում։ Իրենք Այսինքն լռում են, քաղաքական ղեկավարների կողմից կա լռություն, հոդվածագիրների կամ ասենք հայտնի մարդկանց կողմից կան հայտարարություններ, բայց նրանք չունեն, ճիշտ եք ասում, նրանք չունեն լծակներ։ Իրականում քաղաքական հնարավոր է Մեծ Բրիտանիայի, հա, իշխանության կողմից ստվերային հովանավորվում է Փաշինյանը եւ բազմիցս է այդ մասին ասվել։ Բայց հոդվածների մակարդակով հնչում են շատ հայանպաստ գրառումներ կամ հոդվածներ են տեսնում։ Ինչ-որ 15 թվականի մեծ եղեռնից հայերի ջարդերից հետո Ահա։ անգլիացի որոշ բանաստեղծներ ոտանավորներ գրեցին։ Ում էր պետք իրենց ոտանավորները։ Կամ 44-օրյայի պատերազմից հետո ինչ-որ սկսեցին բաներ անել, բայց երբ պետք էր, որ բանաձևեր ընդունեին, չէ, Եվրո դատարաններում, միավորված ազգերի կազմակերպության այդ ասամբլեայի ժամանակ ոչ մի տեսակի բանաձևեր չընդունեցին, լծակներ չօգտագործեցին Ադրբեջանի հանդեպ, որպեսզի այդ կասետային ռումբերը սպիտակ ֆոսֆորներով պատերազմ ուղեց մեր դեմ եւ դրա դեմ իրենք հələ մի բան էլ պատերազմից հետո 4 միլիոն եվրոյի աջակցություն ցուցաբերեցին Ադրբեջանին։ Հետո սկսեցին կամաց-կամաց թիվը բարձրացնել։ Հասկանում եք, մենք չպետք է հույսներս դնենք Եվրոպայի վրա։ Եվրոպան խաղ է խաղում մեր գլխին, Թուրքիային հաջողանալու համար։ Միակ հաջողող այսօր ուժը, ով որ կարող է վաղը մյուս օրը, եթե մենք մեր վրա մենք չենք կարողանում ինչ-որ մի բան անել, միակ շահերից բխում է, որպեսզի Հայաստանը մնա այսօր Ռուսաստանի շահերից է բխում եւ Պարսկաստանը։ Դա չեն թաքցնում, իրենք դա էլ անում են։ Ամեն ձև այնպես են անում, որպեսզի Հայաստանը մնա։ Եթե 102 բազան չլիներ, ժողովուրդ ջան, Հայաստանում, 44 օրյայի պատերազմի ժամանակ էլ մենք Սյունիք չէինք ունենա։ Մտնելու էին ամբողջ Սյունիքը գրավել։ Շատ լավ, պարոն Տեր-Եսայան, եկեք փորձենք արդեն ավարտել վերջին հատվածը մեր հարցազրույցի, կուզեմ անդրադառնանք մեր ներքաղաքական, այսինքն ընտրությունների են գնում։ Ցավոք պիտի ասեմ, որ ստիպված ենք լինելու ընտրությունների միջոցով, ապավինել ընտրություններին իրավիճակ փոխելու համար, անդադարձ, ինչպես։ Այո, փողոցով, քանի որ փողոցով իշխանափոխություն չի լինի, չենք կարող։ Դա պետքա տվյալ իշխանությունը ուզի, որ փողոցով դու դուրս գաս փողոց փագես, ժողովրդին հանես փողոց եւ կարողանաս իշխանափոխություն անել։ Բայց 20 թվականից մինչև այսօր որքան մարդ դուրս եկավ, շատ, չէ՞։ Շատ գործիքներ, մշակութային հայտարարություններ տարածեցին, ամեն ինչ եղավ, էներգիան ստեղծվեց, ամեն տեսակի օրակարգներ իշխանափոխության, բայց շատերին ձերբակալեցին, կանգնեց։ Այդ էներգիան անցավ։ Հիմա միակ քայլը 26 թվականի ընտրություններն է։ Հիմա եթե կարծում եք ընտրություններով կկարողանանք մենք իզորու կլինենք բան փոխել, երբ որ Փաշինյանը արտաքին օգնությունը արդեն ստացել է 15 միլիոն եվրո, Եվրամիությունը տալիս է, ասում է, հա, հիբրիդային ներքին պատերազմի համար քեզ կօգնեմ, որպեսզի դու պահես քո ժողովրդավարությունը։ Եմեն թիկունքին է,
Թուրքիան թիկունքին է, Ադրբեջանը թիկունքին է, այնտեղ ստվերային եւս այլ ուժեր կան, այլ պետություններ կան, արևմտյան եւս եւ գուցե նաեւ հոգեվոր այլ պետություն բաներ կան, հա, կառույցներ կան հոգեվոր, չգիտեմ, չեմ կարող բարձրաձայնել, բայց կա այդպիսի։ Իրական կառույցներ կան, այո, իրենք հենց Նիկոլի թիկունքին են, չթաքցնենք, Այո, փաստա։ հիմա ինչ պիտի անենք մենք, պարոն Տերեսյան, այս իրականությունը հաշվի առնելով, ինչ պիտի կարող է անել, դրան էլ գումարած պետական լծակները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ամբողջությամբ ու ներքին գործերը ամբողջությամբ իր վերահսկողության տակ են, ուժային բոլոր կառույցները։ Ինչ պետք է անենք, որպեսզի տեղի չունենա մի թիմի փոքրաթիվի դեպ ասեմ եւ շատ ագրեսիվ այս փոքրիկ խմբակի վերարտադրությունը, որը բոլորովին անկեղծորեն պիտի հիմա ասեմ, որ մեր բոլոր հարցումները եւս դա են ցույց տալիս։ Մեր ժողովրդի գերակշիռ հատվածը ատում է այս իշխանությանը։ Գիտեք, սովորական վերաբերմունք չէ, շատ խորը ատելություն է եւ հիմնավոր են ասում։ Մի հատված կա չեզոք է, շատ քիչ են այդ չեզոքները, բայց ովքեր ասում են, որ եթե գնամ, ուրեմն ընտրելու եմ անպայման դեմ։ Ինչ որ մի հատված կա, դա մշտապես լինելու է Փաշինյանի կողքին։ Այդ հատվածի վրա չպիտի աշխատի, էլի կարծում եմ ընդդիմությունը։ Ամեն դեպքում հիմա այս ռեսուրսը ունենալով, այս պատկերն ունենալով, ինչ պետք է անեն կոնկրետ քաղաքական ուժերը, լսում եմ, խնդրեմ։ Իմ կարծիքով մեզ վառակշապատի ընտրությունները դաս պետք է լինի ընդդիմադիրների ու հասկանա, որ պետքա լավ աշխատեն։ Այսինքն այն կուսակցությունները, որոնք չունեն այն պոտենցիալ հաղթահարելու շեմը, իրենք չպետք է մասնակցեն եւ ընդդիմադիրներիս ձայները չգողանան մեզանից։ Իրենք պետք է աջակցեն, միանան այն կուսակցություններին, այն դաշինքներին, ովքեր ունեն այդ պոտենցիալ շեմը հաղթահարելու։ Նայեք, վաղարշապատում ինչ եղավ, 150 ձայն մեկը գողացավ, փոշիացրեց, որ դա կարող էր գնալ ընդդիմության 200 ձայն մեկը, 300 ձայն մեկը, 400 ձայն մեկը, այնտեղ մի հատ կուսակցություն կար, անուն էլ չեմ ուզում տամ, արժանել չէ, ասում են մենք անպայման անցնելու ենք, մեծ ռեսուրս ենք ծախսել, բայց որ անցնենք ոչ մեկին չենք միանալու։ Ասում են դուք նիկոլական եք ուրեմն։ Եթե դուք շեմը հաղթահարում եք ու արդեն ավականուն նիստում ոչ մեկին չեք միանալու, այսինքն ընդդիմությանը չեք տալու ձեր ձայներին, որպեսզի հաղթենք վաղարշապատում, նշանակում է դուք նիկոլական եք։ Խոսքը Հանրապետություն կուսակցության մասին է կարծում։ Ոչ։ Ոչ, ուրիշ կուսակցություն կար։ Հանրապետությունը չէ թաքցնում, ինքը Նիկոլի ջոկերն է, Հա, ինքը Արամ Զավենի Սարգսյան։ Նիկոլին, ինքը չէ թաքցնում։ Այո։ Բայց Նիկոլին ԿՊ-ն ունի տարբեր ջոկերներ, ովքեր խաղում են ոչ բացահայտ։ Հանրապետությունը դա չի թաքցնում, հիմա Երևանի ավականիում իրենք լրիվ ԿՊ են իրենք։ Բայց ինչպես 26 թվականին չեմ ուզում կրկնվի, ինչպես եղավ 23 թվականի ավականու ընտրություններին։ Մասնակցեցին իբրև ընդդիմադիրներ, վերջում հենց հատեցին իրենց շեմը, իրենց ձայները տվեցին Նիկոլին, օրինակ հանրային ձայնը։ Մինչև այդ տնենց մի հատ քարոզ արշավեր անում, որ իմ ձայները գողացավ։ Այսօր ես որ ավականի չեմ, հանրային ձայնի պատճառով։ Ինքը իմ ձայները գողացավ, իր խարիզմատիկ ելույթների արդյունքում, եւ վերջում այդ ձայները տվեց ԿՊ-ին, ասես չեմ ուզում նախկինները վերարտադրվեն։ Սև սպիտակ քաղաց։ Ու իմ խորհուրդն էլ մեր ընդդիմադիր լիդերներին, որ չպետք է սև սպիտակ դաշտը մտնենք։ Դա այլևս անցյալում թողեք։ Սև սպիտակ չկա։ Դուք պետք է մի հատ պարզ օրինակ։ Այդ հենց ԿՊ-ականների հետ որ խոսում եք, դուք նկատած կլինեք, իրենք միանգամից այդ սև սպիտակ դաշտն են մտնում։ Լավ էր որ նախկինում թալանել են, նախկին սկսում են սենց բաներ խոսալ։ Էս են արել վիլաներ են առել, կղզիներ են սկսում են սուտ սենց ուռճացնել։ Սև սպիտակ դաշտից պետքա դուրս գանք։ Մենք պետքա ասենք մի պարզ բան։ Կա իշխանություն, որը ապի կարա, չի կարող կառավարի երկիրը, դիվանագիտությունը արդեն լրիվ զրոյացրել, փոշիացրել է, զրո մակարդակի վրա է, ռազմական ոչ մի հզորացում չի անում երկրում, տնտեսական ներդրումներ չկա, աշխատատեղեր չկա, արտագաղթ։ Վերջ։
Հարգելի հայրենակիցներ, կա մեկ իշխանություն, կա իր ենթաարբանյակները, Այո, ովքեր ժամանակի ընթացքում աջակցել են իրեն ու ելի աջակցելու են, այս բոլորին մերժում եք, ընտրում եք ընդդիմությանը։ Ու վերջ, դա պետքա հստակ տարանջատվի։ Ու իրանց խաղը չխաղան։ Իրանք հա փորձելու են էլի կեղծ բաներ ասել, մանիպուլացնել, ժողովրդին խաբել, ինչպես եթերի ընթացքում ասեցինք, Եվրոմիությունով գայթակղել, չկա նման բան, ժողովուրդ ջան։ Գնում ենք հստակ, մերժում ենք, բայց չենք ընտրում այն կուսակցություններին, որոնք, նայեք, խոսքս հիշեք, 23 կուսակցություն մասնակցելու, բայց անցնելու է ընդամենը 4-ը։ Այսինքն նրանք լրիվ ձայն գողացողներ են լինելու ի օգուտ օրվա իշխանության։ Եթե իրենք իմանան, իրենց հրահանգ չլինի, որ մասնակցեք, ձայները գողացեք, վերջում լեգիտիմացրեք, լեգալիզացրեք, այսինքն իրենք չեն մասնակցելու։ Կուսակցություններ կան չունենել այդ 10 միլիոն դրամը, որպեսզի վճարեն մասնակցության համար։ Բայց մեկ էլ տեսնում ես մասնակցում են։ Ինչպես 18 թվականին մասնակցեցին որոշ կուսակցություններ։ Նայում էր 50 ձայն է հավաքել կամ 100։ Քեզ որտեղից այդ ձայնը, որ դու տես մտար, դու པարզ մտար, པարզ էր, որ դու նիկոլական էիր, մտել ես, որպեսզի վերջում էլ ձեն չհանես, մտամ օրինական էր ամեն ինչ, լրիվ լեգիտիմացնես, լեգալիզացնես օրվա այդ ընտրված իշխանություն։ Իսկ ովքեր իրական ուզում են, որ Նիկոլը գնա, պետք է միավորվեն, թեկուզ դաշինք էլ չստե, այլ ստվերում օգնեն։ Այդ բոլոր գործիչներ, կուսակցություններ, իրանց ժողովները, իրանց ակտիվին, իրանց թիմակիցներին ասեն, ստվերում օգնում ենք, մենք աջակցում ենք այսինչ կուսակցությանը, ով որ անցնելու շանսեր ունի։ Դա է միակ ելքը լինելու, կրելու։ Այո, պարոն Տեր-Եսայան, կարծում եմ այս ամբողջ տարվա ընթացքում մենք պետք է տարբեր հարցազրույցներով, տարբեր այսպես նյութերով տեղեկացնենք, խոսենք այս մասին, տեղեկացնենք մեր ժողովրդին եւ բարձրաձայնենք նաեւ այն կուսակցությունների անունները, որոնք երկակի խաղ են խաղում, համարում են իրենց իբր ընդդիմություն, բայց իրականում ծառայում են իշխանությանը, դա շատ վտանգավոր է, որովհետեւ այդ ռեսուրսը անմիջապես ուղղվելու է այս իշխանության, ԿՊ-ական իշխանության վերարտադրությանը եւ ժողովուրդը խաբվելու է հերթական անգամ վերջնականապես հիասթափվելով եւ ընտրություններից եւ սեփական երկիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնելու, արդեն կանգնած ենք, հույսը այս ընտրություններն են, որտեղ այս ընտրությունները իդեպ ասեմ սովորական ընտրություններ չեն լինելու, վստահ եմ դուք էլ այդ կարծիքին եք եւ սովորական այն իմաստով, որ իշխանություն ընդդիմություն, հա այդ պայքարը չի, հաճախ եմ ես այդ բառն ասում, իմ կարծիքով սա լինելու է ազգային ազատագրական պայքար։ Այս ընկալումը պիտի լինի ամեն մի ընտրության գնացող ազնիվ ընդդիմադիրի մեջ։ Եթե հասկանում է, գիտակցում է, թե դա ինչ է նշանակում, ազգային ազատագրական պայքարը մենակ զենքով չէ, էլի, գաղափարով է, քարոզչությամբ, եմ այդ փափուկ ուժը մեր դեմ օգտագործելով թշնամին, վերջնականապես լուծումը հայոց հարցը։ Այնինչ չկարողացավ անցած դարասկզբին աներ, հիմա անելու է այդ փափուկ ուժով, ներսից մեզ այսպես ոչնչացնելով։ Հիմա կամ մենք գնում ենք այդ պայքարին եւ կարողանում ենք հաղթանակած դուրս գալ պահելով մեր ինքնությունը կամ ոչնչանում ենք։ Սա է հարցը, որ եւ այս գիտակցումը պետք է հասցնի ամեն մի ընդդիմադիր մեր սովորական ընտրողին։ Եթե կա ավելացում, խնդրեմ, եթե ոչ, մենք արդեն Ոչ եզրափակենք։ ունի դիցնում, նորից կհանդիպենք, հաճախակի պետք է մեր ժողովրդին սթափեցնել, Այո, որքան գողենք իմ նման տարբեր անկախ տարբեր գործիչներ պետք է մտնեն եթերներով, իրենց հարազատներին, բարեկամներին, իրենց լսարանին պետք է սթափեցնեն ու կոչ անեն, որ իրենք գնան ընտրություններին պարտադիր։ այո, Այստեղ նայեք ինչ է լինելու, սա էլ ասեմ, այո, խնդրեմ։ Նիկոլ ՔՊ ընտրողը գնալու է, ինքը իր կիրակին տրամադրելու է գնա ընտրություններին ընտրի ՔՊ։ Բայց այն մարդիկ, ովքեր կամ կգնանք, կամ չենք գնա, լավ էս անգամ էլ չգնանք, այդ մարդիկ, ովքեր տարակուսանքի մեջ են, իրենք պետք է գնան եւ մերժեն ԿՊ-ին, եթե ուզում են երկրում մի բան փոխել։
Ես շնորհակալ եմ եւ քանի որ նախատոնական է, արխիվում ամանորն է եւ Սուրբ Ծնունդը, նաեւ կխնդրեմ ձեր փոքրիկ բարեմաղթանքը մեր ժողովրդին եւ ավարտենք մեր հարցազրույցը, խնդրեմ։ Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդի գալիք նոր տարին եւ ցանկանում եմ, որ այս եկող տարում ձերբազատվենք թուրքական լծից։ Ամեն ինչ ասված է։ Շնորհակալ եմ, Ամեն։ պարոն Տերեսայան, այս հետաքրքիր վերլուծության համար եւ այժմ ինձ մնում է վերհիշեցնել մեր հայրենակիցներին, իմ հեռուստադիտողներին, որ ես զրուցում էի իրավունքի եւ արժեքների գերակայության հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր Եսայանի հետ։ Լավ եղեք, ես էլ ձեր ամանորն եմ շնորհավորում եւ շնորհավորում եմ իմ ամբողջ հայ ժողովրդին։ Լավ եղեք, կհանդիպենք։